Արդարության մղումը, թե նոր զարթնած խիղճներ ստիպել Հայաստան այցելած Գերմանիայի նախագահին հենց Երևանից հրապարակել Արցախի դրոշն ու գրել Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց հիմնականում բնակեցված է եղել հայերով։ Բաքվում սա չմարսվեց, Շտայնմայերը սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Գերմանիայի նախագահի գրասենյակի ղեկավար Դյորթե Դինգերը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևից պաշտոնական նամակով ներողություն է խնդրել։ Գրառումը տեխնիկական սխալի հետևանք է եւ որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման հետ։ Շատ եմ ցավում այս սխալի համար եւ կցանկանայի անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որը ստեղծվել է Ադրբեջանում այդ հրապարակման հետևանքով։ Ստացվում որ սկզբում ասում են տարածք է, որտեղ հայերը հազարամյակներով ապրել են եւ հայեր են ապրել, բայց հետո ասում են կներեք տեխնիկական վրիպակ եղել, այսինքն տեխնիկական վրիպակ է եղել, որ այնտեղ հայեր են ապրել, թե տեխնիկական վրիպակ է եղել, որ չեն ցանկացել վիրավորել եւ այսպես զայրացնել Ադրբեջանը։ Ըստ միջազգայնագետի սա կարող էր նաեւ Բերլինից Բաքվին ուղղված ազդակ լինել, որ եթե փորձեն քաղաքականություն փոխել, իրենք կարող են բացել Արցախի թեման։ Մյուս կողմից նման որակի հերքումն ու պատճառաբանությունը հարված է Գերմանիայի պես երկրի հեղինակությանը։ Մինչև Բերլինը կհասցներ ուղղել այսպես կոչված սխալը, Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հայլեմանը կանչվեց ԱԳՆ ու բողոքի խիստ նոտայի արժանացավ։ Կարծում եմ, որ այստեղ Գերմանիան իր դիմագիծը փրկելու հարց ունի եւ դեմքը փրկելու խնդիր ունի։ Ամեն դեպքում Գերմանիայի մասին իբրև Եվրոպական միության շարժիչ ուժի ես մի փոքր ավելի բարձր կարծիք ունեմ եւ չեմ կարծում, որ Գերմանիան այն պետությունն է, որ Ադրբեջանը, ում հետ Ադրբեջանը կարող է այդպես վարվել։ Բունդեսպրեզիդենտի հաջորդ կանգառը Բաքուն է։ Շտայնմայերի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Բաքու այցը կամրապնդի երկրների գործընկերությունը եւ տարածաշրջանում խաղաղ գործընթացը։ Բալասանյանի կարծիքով այս այցից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Շտայնմայերը զերծ կմնա սուր հայտարարություններ անելուց, հակաադրբեջանական եւ հակաթուրքական, ավելին վստահ եմ, որ նա նման հայտարարություններ չի անելու, բայց նաեւ կարծում եմ, որ մենք շատ չպետք է ողջևորվենք Գերմանիայի նախագահի տարածաշրջանային այցից։ Գերմանիան իր խնդիրներն է լուծում Ադրբեջանի հետ, Գերմանիան ինքը ունի էներգակիրների խնդիր եւ այդ հարցում բնականաբար Ադրբեջանը իրենց համար շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանը։ Հետեւաբար մենք պետք է դիտարկենք այն հարցը այնքանով, որքանով, այսինքն ֆիքսենք, որ Գերմանիայի նախագահը այցելեց Հայաստան։ Երևանում նախագահը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության հուշահամալիրում։ Չնայած հատկապես Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Շտայնմայերը աչքի չի ընկել հայամետ վարքագծով։ 2016-ին, երբ Բունդեսթագը պատրաստվում էր քվեարկել հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, Շտայնմայերը դեմ էր, պատճառաբանում էր, թե դա կարող է վնասել Գերմանիայի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տևական ժամանակ նա խուսափում էր ցեղասպանություն ձևակերպումն օգտագործել։ Դիրքորոշումը մեղմացավ, երբ արդեն Գերմանիայի նախագահ էր։ 2021-ի ապրիլի 24-ին նա հրապարակեց հայտարարություն, որտեղ առաջին անգամ հստակ օգտագործեց ցեղասպանություն տերմինը համաձայն Բունդեսթագի 2016 թվականի բանաձևի։ Ամեն դեպքում Շտայնմայերը պրոֆեսիոնալ դիվանագետ է, ով շատ լավ հասկանում է այն ազդեցությունը, որ այսօր ունի թուրքական համայնքը Գերմանիայում եւ բնականաբար նա չի անելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են գրգռել այդ համայնքին կամ նրան մեղադրել հայամետության մեջ։ Բնականաբար Շտայնմայերը առաջին հերթին ելնում է Գերմանիայի շահից եւ այսօր էլ միշտ էլ Գերմանիայի շահը ուղղված է եղել Թուրքիային չնեղացնելուն, Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալուն, իսկ Ադրբեջանը իբրև թուրքական կցորդ ըստ էության հայտնվելու այդ նույն այսպես ուղեցրի մեջ։ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Շտայնմայերն առաջընթաց է որակել Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Գերմանիայի նախագահը կարծում է, որ փաստաթուղթը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Միևնույն ժամանակ Շտայնմայերն ընդգծել է, որ կողմերը դեռ չեն հասել վերջնակետին, չեն ստորագրել եւ չեն վավերացրել համաձայնագիրը։ Ցանկալի է, որ պահն օգտագործվի Հարավային Կովկասում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատելու համար։ Նախագահն ասել է, մտադիր է այդ հարցը բարձրացնել նաև Բաքվում։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։